Star News-ն արդեն տեղեկացրել էր, որ Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը նոյեմբերի 20-ին ամուսնացել են։ Երգիչ դերասան Գոռ Եփրեմյանն ու պարուհի Էլեն Հարությունյանը պսակադրվել են Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Նրանց միության երթման արարողությունը տեղի է ունեցել հայ առաքելական եկեղեցում։ Հարսանյաց արարողությունից հետո զույգը մեկնել է Մեղրամսի Դուբայ, որտեղից էլ կիսվել են ինստագրամյան հարթակում սիրառատ հոլովակներով, որոնք առաջարկում ենք դիտել առանց մեկնաբանության։ Մեհեր Բաղդասարյանի տետատետ հաղորդման նորապսակ զույգը Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանն էին։ Նրանք օրեր առաջ պսակադրվել են Սուրբ Ղևոնդաց Մայր տաճարում։ Star News-ը հետևեց հարցազրույցին, որի ընթացքում զույգի աչքերը երջանկությունից փայլում էին։ Շուրջ 6 տարվա հարցերից հետո երբ եք ամուսնանալու, բա երբ է հարսանիքը, Գոռը և Էլենը որոշեցին պսակադրվել նոյեմբերի 20-ին։ Էլենը նշեց, որ երկուսն էլ բնույթով պլանավորող մարդիկ չեն։ Գոռ Եփրեմյանը խոսելով պայքարի և սիրո մասին նշեց. «Հետ կանգնելը միշտ էլ կա, պիտի պայքարես, եթե սիրում ես»։ Նույն թեմային անդրադարձավ նաև Էլենը։ Կյանքում կան սահմաններ, որոնք զույգերը չպետք է անցնեն։ Պետք է զգույշ լինես ու պայքարես։ Մեր սերը մենք ինքներս ենք պահում, եթե բաց թողնենք ու չհավատանք, չի ստացվի։ Դա հեշտ չէ, պետք է պահպանես։ Էլենը պատմեց հարսանեկան զգեստի ընտրության մասին, որը, ինչպես պարզվեց, ինքնին մի մեծ փորձություն է եղել։ Բոլորն էլ գիտեն, որ հարսի զգեստ պատվիրելը 6 ամսից 1 տարի է տևում։ Բայց ես համառեցի, զանգեցի այն բոլոր երկրները, նահանգները, որտեղ այդ զգեստը եղել էր։ Իմ Քսազ բրենդի պաշտոնական ներկայացուցիչն անգամ զանգեց ինձ։ Ասեց՝ ինչ ես ուզում, խանութները, որտեղ դու զանգում ես, հետո ինձ են զանգում։ Պատասխանեցի՝ այդ զգեստն եմ ուզում։ Ասաց՝ Ֆլորիդայում է, ընդամենը 1 օրով։ Ես 1 օրով գնացի Ֆլորիդա, որովհետև պետք է փորձեի և համոզվեի, որ այն ինձ սազում է։ Երբ աքա, հասկացա, որ դա հենց իմ զգեստն է։ Շատ սիրեցի, իմ սրտով էր, իսկ ամենահետաքրքիրն այն է, որ կարողացանք այնպես կազմակերպել, որ այդ զգեստը 28 օրում կարեն։ Նա իր բնույթով համառ և ամեն ինչին հասնող մարդ է։ Ես դա շատ եմ գնահատում։ Գիտեմ, որ այդ զգեստը դեռ շուկայում չկա, բայց հենց ինքը այդ օրը հագնելու է։ Նշել էր Գոռ Եփրեմյանը։ Դեռ հեռավոր 2016 թվականին երգիչ դերասան Գոռ Եփրեմյանը այսօր AM-ի հետ զրույցում նշել է. «Միանշանակ է, որ կյանքս հայուհու հետ եմ կապելու։
Դերասանը խոսել է նաև գործունեության դժվարությունների և Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակություն հաստատելու մասին։ Գոռ, մինչ այս հանրությունը ձեզ ճանաչում էր միայն որպես երգիչ, այժմ հնարավորություն ունենք ձեզ հանդիպել նաև որպես դերասան։ Երգելով ես ապրում եմ ու առանց դրա չեմ պատկերացնում իմ կյանքը, երգն իմ էությունն է, իմ զգացողությունը։ Իհարկե, ինձ ուրախացնում է այն փաստը, որ հանրությունն ինձ ճանաչում ու ընդունում է որպես երգիչ, բայց ասեմ, որ առաջին անգամ չէ, որ ես հանդես եմ գալիս որպես դերասան։ Գտնում եմ, որ բեմի մարդը պետք է տիրապետի նաև դերասանական արվեստին։ Իսկ ինչպես ծնվեց վտանգավոր խաղերում դերասանի կարգավիճակում հանդես գալու որոշումը։ Երբ «Վտանգավոր խաղեր» հեռուստասերիալի գաղափարը կար, ինձ վստահվեց ֆիլմի սաունդթրեքը։ Անկեղծ ասած, թե երգը, թե ֆիլմը շատ համահունչ են ու կարծում եմ շատ սիրվեցին։ Այսօր օտարության մեջ գտնվող յուրաքանչյուր մարդ կփաստի, որ այն իր կյանքի պատմության մի մասնիկն է։ Իսկ սերիալում որպես դերասան հանդես գալու առաջարկը պատահական էր, ես էլ սիրով ընդունեցի։ Ի դեպ, ինչ կերպարով եք հանդես գալիս։ Դրական կերպարով, հերոսիս անունը նույնպես Գոռ է, բայց միտումնավոր չի արվել, իհարկե պատահական է ստացվել։ Ես սիրեցի Գոռի կերպարն ու կարծում եմ հեռուստադիտողն էլ կսիրի։ Ֆիլմի նկարահանող խմբի և դերասանական կազմի հետ շատ մտերիմ ենք, մենք նախ և առաջ ընկերներ ենք։ Մտավախություն չունեք, որ որպես դերասան կարող եք ձախողել։ Ճիշտ է, ես մասնագիտությամբ երգիչ եմ, բայց կարծում եմ ուժերդ պետք է փորձես և չմտածես կսիրվես, թե ոչ։ Պարզապես քո առջև դրված առաջադրանքը պետք է անես հնարավորինս մաքսիմալ և լինես անկեղծ։ Ես սովորել եմ Աբել Աբելյանի Casting School դերասանական ստուդիայում։ Ընդունվեցի, որպեսզի որոշակի տիրապետեմ դերասանի վարպետությանը, ինչը ինձ օգնեց ավելի անկաշկանդ լինել բեմում, աշխատել տեսախցիկի հետ։ Զգալ տեսախցիկը, զգալ կերպարը, չէ՞ որ յուրաքանչյուր երգ պատմություն ունի ու դու, որպես երգը մատուցող, պետք է ոչ միայն զգաս ու արտահայտես, այլ նաև ճիշտ կերպարի մեջ մտնես ու մատուցես։ Նշեմ, որ այն ժամանակ նոր պետք է լուրջ քայլեր կատարեի երաժշտական ասպարեզում։ Տեսահոլովակ նկարահանելիս տեսախցիկի հետ ճիշտ աշխատելը, նաև տեսահոլովակում դերասանի վարպետությունը պետք եկավ, ով կմտածեր, որ մի օր ուժերս կփորձեմ նաև ֆիլմում։ Գոռ, որքան ժամանակ է, որ ԱՄՆ-ում եք բնակվում։ 2013 թվականից։ Փաստորեն Հայաստանում եք ծնվել, մեծացել։ Այո, ծնվել եմ Հայաստանում, 1 տարեկանում ծնողներիս հետ տեղափոխվել ենք Ռուսաստան, 6 տարի ապրելով այնտեղ, 1999 թվականին վերադարձել ենք Հայաստան։ Ամերիկայում հայտնվեցի ինչպես շատ հայեր, շահեցի գրին քարտ։ Օտարություն չեք զգում այդտեղ, գուցե ձեր օտարություն երգը հենց այդ զգացողության ծնունդն է։ Բնական է, եթե քո հայրենիքում չես, ուրեմն օտար ես։ Միգուցե եթե այստեղ մեծացած լինեի, ուրիշ զգացողություն ունենայի։ Բայց հիմա հայրենիքիս հետ ինձ շատ բան է կապում, իմ մանկությունը, իմ դպրոցը, իմ պատանեկությունը, ընկերները, հարազատները, իմ բակը, իմ ուսանողական տարիները, իմ հուշերը։